Ինչպես ունենալ երաշխավորված խաղաղություն։ Եթե տեսնում ենք, որ մեր թշնամին զինվում, մենք է պետք է զինվենք։ Եթե թշնամին իմանա, որ հագահարված կստանա, այդ դեպքում ինքը չի փորձի պատերազմել։ Ես ընդհանրապես պայմանագրին չեմ էլ հավատում։ Չեմ հավատում, երբ պայմանագիրը լինում է, խաղաղություն են պահանջում, երբ ասենք Ալիևը խաղաղություն ա ուզում, թող սկզբից մեր գերիներին հետ բերի, առանց որևիցե հարցման։ Հոգու խաղաղություն միջև չլի, խաղաղություն չի լի։ Մեզ պետք է ամուր կառավարություն, ամուր, խելացի։ Այդ Ալիևը որ ասացն է արել, որ մեկը, ինչքան տարածք կա, սա ուզում է այդ մարդը, ինքն էլ երևի չի հասկանում ինչ է ուզում։ Եվ գերիների հարցերը լուծվի, արդեն կհասկանանք, որ Ալիևը իրոք խաղաղություն է ուզում։ Խաղաղության համար խաղաղություն է պետք։ Ինձ համար կարևորը, որ ամեն մի պետություն հարգի մյուս պետություններին։ Այդ դեպքում ինձ թվում է խաղաղությունը կլինի։ Միայն զենքը, միայն ուժը կարող է ապահովել տվյալ պետության խաղաղությունը, մարդկանց խաղաղությունը։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Բոլոր պետությունները առանձին քայլ կատարելուց առաջ մտածեն, ինչու են այդ քայլը անում։ Բոլոր սեղանի շուրջ այդ հարցը դնեն ու քննարկեն։ Ու ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել այսօր։ Ոչ մեկը ասածը ոնց որ հաշվի չեն առնում։ Մենք զինված լինենք, ուժեղ լինենք, համախմբված լինենք, դա է։ Մենք բոլոր պետությունների հետ պետք է լինենք լավ հարաբերությունների մեջ, որպեսզի մեր երկիրը մենք կարողանանք զարգացնել։